Սեպտեմբերի 13-ին Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց խաչերթ մեկնարկեց։ Մասնակիցները Տեր-Մակար քահանա Գալամդարյանի եւ Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլեցին դեպի Սուրբ Նշան եկեղեցի։ Ճանապարհին կանգ առան քաղաքի հրապարակում, հնչեց Տեր ողորմյան։ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթք բարձրացրին Միքայել եւ Բագրատ arczepiskoposների Սամվել Կարապետյանի, մյուս ձերբակալվածների շուտապույտ ազատման համար։ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի օրհնությամբ արդեն ավանդույթ է դարձել խաչվերածի նախատոնակի խաչերթը։ Ավանդույթը չխախտելով այս տարի եւս Շիրակի թեմի երիտասարդաց միությունը խաչվերածի նախատոնակին մարդկանց հրավիրեց խաչերթի։ Մեր երիտասարդների կողմից միշտ խաչը մենք դիտարկում ենք որպես քրիստոնեության, որպես խորհրդանիշ եւ կարեւորում ենք եւ այդ օրն էլ որպես խաչերթ քահանաների առաջնորդությամբ եկեղեցուց եկեղեցի են քայլում ճանապարհին աղոթքներով, շարականներով։ Ինչպես ամեն տարի հավանդույթի համաձայն այս տարի եւս կազմակերպվեց խաչերթը երիտասարդների կողմից։ Այս տարի միանշանակ այլ մտքերով էին, որովհետև Միքայել Սրբազանի բացակայությունը հատկապես երիտասարդների կյանքում հատկանշական է եւ երիտասարդներս իր խոսքին շատ են կարոտել եւ խաչերթի ընթացքում էլ երևի թե մտորում էինք նախորդ տարիների ընթացքում թե Միքայել Սրբազանը ինչ խոսքով էր ելույթ ունեցել, ինչ խոսքեր ասել։ Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված եւ իմ կարծիքով բոլորիս մտքում Միքայել arczepiskopos Աջապահյաններ, Բագրատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը, մեր բոլոր աբորենի գերեվարված ու բանդարգված հայրենակիցները, նրանց ազատությունն էր մեր մտքում անկասկած։ Եվ մեր խնդրանքն է, որպեսզի ինչքան հնարավոր է նրանք շուտ ազատության մեջ լինեն, որպեսզի թեմական կյանքը ու առհասարակ մեր հայրենական կյանքը վերադառնա իր բնականon հուն։ Քանի որ խաչվերածը մեր եկեղեցու 5 տաղավար տոներից ամենավերջինն է ու խաչվերածը կոչ է անում միաբանության, կոչ է անում միասնության եւ քայլել դեպի խաչը եւ ամբողջ քրիստոնյաներին միախմբել խաչի շուրջ, կարծում եմ, որ ներկապահին ել ավելի օրհասական եւ ել ավելի կարեւոր է միախմբվել խաչի շուրջ եւ տանել մեր երկիրը դեպի լիակատար օրհնվածության, տանել մեր երկիրը դեպի լիակատար խաղաղության եւ ամեն օր աղոթել Աստծուն, որ լինենք ավելի խաղաղ, լինենք ավելի անսասան։ Սուրբ Նշան եկեղեցում խաչերթի մասնակիցներին դիմավորեցին Տեր Նշան քահանա Պանֆյորովը եւ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը։ Կատարվեց երեկոյան ժամերգություն։ Այսօր նաև մենք աղոթեցինք, խնդրեցինք, որ Տերը ազատություն տա մեր սրբազան հայրերին, խաչի զորությամբ մեր հավատավոր զավակներին, նաև գերիալներին, ովքեր որ թշնամիների գերության մեջ են։ Խաչերթի մասնակիցները լսեցին խաչվերածի նախատոնակի քարոզն ու պատգամը։ Սուրբ Նշան եկեղեցում խոսվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի պարսկական գերությունից վերադարձի խաչի խորհրդի ու նշանակության մասին։ Իրապես եկավ մի ժամանակ, երբ որ Տերը խաչը ելավ։ Եվ այդ խաչը ելնելուց հետո է, որ ինքը մեզ քաշում է դեպի իրեն։ Բոլոր նրանք, ով իրեն հավատում են, նայում են դեպի այդ խաչը եւ փրկություն են ունենում։ Եվ այնտեղ օրինակ է բերում Նիկոդեմոսի զրույցի մեջ, որ ասում է ինչպես որ պղնձե օծը անապատի մեջ Մովսեսը բարձրացրեց, այդպես եւ բարձրանա մարդու որդին։ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին է, գիտեք որ Սուրբ Նշանը դա խաչ է նշանակում, Սուրբ խաչի անուններից մեկն է Սուրբ Նշանը։ Եվ այդ անունով բազմաթիվ եկեղեցիներ կան։ Մեկը Գյումրու ամենահին եկեղեցին է։ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1859 թվականին իշխան Ղահրաման երկայնաբազուկ Արգուտյանցի միջոցներով։ Սուրբ Նշանը ունի խաչաձև հատակագիծ։ Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել է պահեստի, տուժել է 88-ի երկրաշարժից։ Սրբավայրը վերականգնվել է Ղուկասյան ընտանիքի աջակցությամբ։ Սուրբ Նշանը վերահսկվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։